Սիրելի հեռուստադիտողներ, «Գոյամարտ» հեռուստասերիալի այսօրվա դրվագն իսկական հոգեբանական ռումբ էր, որտեղ մարդկային էգոիզմն ու սուտը բախվեցին ծայրահեղ անկեղծությանն ու փրկությանը։ Մենք ականատես եղանք, թե ինչպես են ծնողներն իրենց իսկ ձեռքով կործանում սեփական զավակների կյանքը, և թե ինչպես է ամենամեծ թշնամին դառնում անսպասելի փրկիչ։ Եկեք վերլուծենք այս խճճված իրադարձությունները։ Մակունցների առանձնատունը վերածվել է իսկական դժոխքի։ Լեան, գտնվելով ծայրահեղ ծանր, հիստերիկ հոգեվիճակում, բացատրություն է պահանջում հորից, փորձելով հասկանալ, ի վերջո ինչ է նրա ուզածը, որտեղ է պահում Լեոին և ինչ է պատրաստվում անել նրա հետ։ Սակայն Հունանը, հավատարիմ իր բռնապետական և անդրդվելի տեսակին, սառնասրտորեն պատասխանում է, որ ամեն բան լինելու է բացառապես իր ուզածով։ Այս լարված մթնոլորտում Լեան հատում է վերադարձի բոլոր կետերը։ Նա հորն ուղիղ դեմքին հայտարարում է, որ հրաժարվում է իր ընտանիքից, բայց Լեոից երբեք չի հրաժարվի։ Եվ այստեղ ի հայտ է գալիս սերիայի ամենամեծ պարադոքսն ու ցինիզմը։ Նույնիսկ այս ծայրահեղ պահին, երբ Հունանը հստակ զգում է, որ ընդմիշտ կորցնում է իր միակ դստերը, նա շարունակում է համառորեն լռել և չի ասում արյունոտ ճշմարտությունը։ Բայց առավել զայրացնող է Իննայի պահվածքը։ Ընդամենը 1 ժամ առաջ ամուսնուն վերջնագիր ներկայացնող կինը, ով սպառնում էր, թե ինքը կբացահայտի գաղտնիքը, այժմ կանգնած է բերանը ջուր առած։ Հարց է ծագում, էլ ինչ աղետ պետք է տեղի ունենա, որպեսզի այս ծնողները հասկանան, որ Լեան կուրորեն գնալու է մինչև վերջ, և որքան են նրանք դեռ խաղալու հարազատ դստեր զգացմունքների ու ապագայի հետ։ Այս տանը ոչ պակաս ծանր վիճակում է Մանանը։ Նա նույնիսկ բացատրություն է պահանջում, սպառնալով լքել տունը, եթե եղբորն ազատ չարձակեն։ Սակայն Մանանն այստեղ բացարձակ մենակ է։ Նրա արցունքներին ոչ ոք չի հավատում և բոլորը կոպտում ու արհամարհում են նրան։ Միակ լույս իշխողը Գրիշոն է, ով թեև բացահայտ չի պաշտպանում Մանանին կռվի ժամանակ, բայց տակից գաղտնի փորձում է իմանալ Լեոյի գտնվելու վայրը։ Իսկ մինչ մակունցները պատերազմում են իրար դեմ, նրանցից ոչ մեկը չգիտի ամենակարևոր փաստը։ Լեոն արդեն ազատության մեջ է։ Եվ որքան էլ հեգնական է, նրան փրկել է այն մարդը, ումից բոլորն ամենաքիչն էին դա սպասում՝ Ավոն։ Իմանալով, որ Հունանն առևանգել է Լեոին, Ավոն անմիջապես հասկանում է, որ սա իր աստղային ժամն է։ Խորամանկ Ավոն գիտակցում է, որ Լեոյի ազատումն այն ոսկե բանալին է, որն իր առջև կբացի Սարգսյանների տան փակված դռները։ Սակայն Լեոն ցույց է տալիս իր անկոտրում արժանապատվությունը։ Անգամ նկուղում հայտնված ու դաժան ծեծի ենթարկված, նա սկզբում հրաժարվում է ընդունել Ավոյի օգնությունն ու դուրս գալ, իսկ հետո կտրականապես հրաժարվում է նստել նրա մեքենան։ Համարտկային այս հպարտ պահվածքը ցույց է տալիս, որ Լեոն չի վաճառվում լավությունների դիմաց։ Նրանք տուն են հասնում առանձին։ Երբ Լեոն հայտնվում է տանը, Դավիթ պապիկի ուրախությանը սահման չկա, սակայն այդ ուրախությունն արագ վերածվում է ապշանքի, երբ պարզվում է, որ փրկիչը Ավոն է։ Այստեղ Ավոն կատարում է իր գլխավոր քայլը։ Նա խնդրում է ընդամենը 1 հնարավորություն, ապացուցելու, որ հանուն իր արյունակիցների պատրաստ է ամեն ինչի։ Բայց Լեոն չի բավարարվում դատարկ խոստումներով։ Նա ստիպում է Ավոյին նստել և դնում է հստակ պայման. եթե նա ուզում է լինել ընտանիքի մի մասը, ապա հենց հիմա, նայելով իրենց աչքերին, պետք է տա բոլոր հարցերի պատասխանները, որոնք տանջում են իրենց տարիներ շարունակ։ Ինչպես է իրականում մահացել Ռաֆոն և որտեղ է իրենց անհետացած եղբայրը։ Ավոն հայտնվում է փակուղում։ Նա հստակ գիտակցում է, որ այլևս նահանջի տեղ չունի, և ընտանիք վերադառնալու միակ գինը Հունանի դեմքից դիմակը պատռելն ու ողջ ճշմարտությունն ասելն է։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում։ Արդյոք Ավոն վերջապես կասի ամբողջ ճշմարտությունը, թե կրկին կփորձի մանիպուլյացիայի ենթարկել փաստերը հօգուտ իրեն։ Ինչպես կարձագանքի Լեոն։
երբ իմանա, որ իր սիրելի Լեայի հայրն է սպանել իր հորը։ Արդյոք նրանց սերը կդիմանա այս արյունոտ բացահայտմանը։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով եւ կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։ Շնորհակալություն դիտելու համար։